Բարի երեկո։ Այսօր ես ուզում եմ խոսել մի մշակութային երևույթի մասին, որը կոչվում է ռաբիզ։ Հիշում եք, որ մարքսիզմի դասականները ազգի մշակույթը բաժանում են երկու մասի՝ աշխատավորների և իշխողների։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ բաժանումը իրական չէր։ Այսօր փորձում են մի ամբողջականության մեջ տեսնել մշակույթը և տպավորություն է առաջանում, որ այդ ամբողջական մշակույթը հենց ռաբիզն է։ Համենայն դեպս մարդիկ օրինակ երբ գնումներ են կատարում, ասենք վիդեոկասետների կամ աուդիոկասետների, հիմնականում ասում են հայկական։ Դրա տակ պատկերացվում է ռաբիզը։ Ես համոզված եմ, որ դա ճիշտ չէ ու 20-րդ, 21-րդ ապագա դարի համար կմնա մի ճշմարտություն, որ ամբողջական մշակույթ գոյություն չունի։ Կան ենթամշակույթներ, որոնցից կառուցվում է մեր հասարակության, մեր ազգի մշակույթը։ Եվ այդպիսի մի ֆենոմեն է նաև ռաբիզը։ Լավ կհիշեք, թե ինչպես ի հայտ եկավ մեզանում այդ ֆենոմենը, կապված 60-70-ական թվականների հետ, կա կարծիք, որ դա Սիրիայի, Լիբանանի ազդեցությունն է, կամ թուրքական, արաբական, պարսկական, ինչու չէ նաև հնդկական կինոյից եկող, մի խոսքով ռաբիզը կապվում է արևելքի հետ։ Ես դեմ եմ այն կարծիքին, թե մենք պետք է կարողանանք ազատվել կամ մաքրել մեր մշակույթը ռաբիզից, ինչպես Կոմիտասը 20-րդ դարի սկզբում մաքրում էր արևելյան ազդեցությունից մեր երգարվեստը։ Ոչ, կարծում եմ պետք է այսօր ավելի լայնախոհ գտնվել և ուղղակի նայել ռաբիզին իբրև մաքուր ֆենոմեն, իբրև մաքուր ենթամշակույթ։ Ռաբիզը դա մի անձնավորություն է, որը սիրում է տանջվել և սիրում է տանջել ուրիշներին։ Եթե մենք այս ֆենոմենը չընկալենք, ապա երբեք չենք հասկանա ինչ բան է ծուլությունը։ Գիտեք, որ ծուլության ֆենոմենը նույնպես կապվում է արևելքի հետ, արևելյան երկրներում, օրինակ Ռուսաստանում աշխատանքի նկատմամբ ոչ մի սեր չկա, նույնիսկ Վլադիմիր Իլիչ Լենինը պնդում էր, որ ռուս մուժիկը բոլորովին չի սիրում աշխատել ու նրան հարկավոր է սովորեցնել, մենք գիտենք ստիպել, տանջել և տանջվել սիրող մարդը, դա նույն ծույլ մարդն է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մի հեքիաթ Թումանյանի Տերն ու ծառան, այնտեղ այդպիսի մի սցենար է նկարագրվում։ Տերը հրավիրում է ծառա, կարծես աշխատանքի համար, դա կարծես աշխատանքային հարաբերություն է։ Այսօրվա ժամանակակից պատկերացմամբ մենք պետք է ենթադրենք, որ նրանք կպայմանավորվեն ինչպես են շահույթը կիսելու, ինչպես պիտի աշխատանքը լավ կազմակերպեն, որպեսզի ավելի մեծ շահույթ ստանան, ավելի մեծացնեն իրենց աշխատանքը, միգուցե վաճառքի շուկաներ պիտի փնտրեին, սակայն ոչ, նրանց հիմնական մտահոգությունը ինչպես խորամանկեն իրար։ Տեր, որը պիտի ստիպի կամ պատվիրի աշխատանք, որին պետք է ծառայողը, աշխատողը խորամանկի, անընդհատ ձգձգի աշխատանքը և բնականաբար Տերն էլ պետք է խորամանկի ծառայողին կամ աշխատողին։ Այս հարաբերությունները տրադիցիոն անվանել շատ կոմիկական կհնչեր, ուղղակի պատմականորեն, այո, այդպես է ստացվել, որ եղել են ժամանակներ, երբ մի փոքր քանակություն մարդկանց վերցնելով իշխանությունը իր ձեռքը անպայման այն պահելու նպատակով ուժով փորձել է աշխատեցնել
հասարակության մեծամասնությանը։ Այսօրվա ինդուստրիալ աշխարհում, նույնիսկ հիմա անվանում են պոստինդուստրիալ աշխարհ, այդ աշխարհում նման վարվելակերպը բոլորովին անհեթեթ է։ Եվ հետևաբար ծլության ֆենոմենից ծնված այդ ենթամշակույթը իրականում աշխատանքային հարաբերություններում գոյություն չունի։ Այն պահպանվում է միայն արվեստի մեջ, պահպանվում է իբրև մի հուշ, ինչ-որ լավ ժամանակների վերաբերող մարդկային հարաբերության մի տարբերակ։ Ռաբիզը ամբողջությամբ զգացմունքայնացված է։ Ես նույնիսկ ասեի էրոտիկ է։ Փարաջանովի ֆիլմերն են այդպիսին։ Երաժշտությունը, որը կոչվում ենք մենք ռաբիզ, ամբողջությամբ սկզբից մինչև վերջ ներծծված է էրոտիզմով։ Ճշմարիտ թափ նայելը աշխարհին իրականությունը զրկում է զգացմունքայնությունից։ Այն մի տեսակ դարձնում է անտարբեր։ Մենք կարծես դադարում ենք միֆական մի հայացք կամ հեքիաթային մի հայացք նետել աշխարհին ու դառնում ենք չոր ու ցամաք, ինչպես պնդում են արևմուտքում մարդիկ իբրև թե չոր ու ցամաք են։ Սա ազգային ֆենոմեն համարել ես չեմ կարող, որովհետև հակառակը միգուցե մեր շրջապատող ազգերի հետ համեմատած հայերին ավելի հատուկ է հենց այդ չոր ու ցամաքությունը, հատուկ է տրամաբանություն, կոնստրուկցիաներ ստեղծել, ինժեներ թեկուզ լինել, դա է ցույց տալիս մեր մշակույթի մեջ գիտության մեծ դերը, հատկապես սովետական հատվածում։ Եվ ուրեմն ռաբիզը իբրև համընդհանուր մի մշակույթ դիտելը կլներ խորապես սխալ մոտեցում։ Այն պետք է կարողանանք անջատել մեծ համատեքստից մշակույթ կոչվող ու փորձել հակադրել այլ ենթամշակույթների, ենթամշակույթներ, որոնք գոյություն ունեն մեզանում։ Ու ճիշտ ասած, որքան շատ լինեն այդ ենթամշակույթները, այսպես ասած ակումբային այդ սիստեման, եթե մենք կարողանայինք ստեղծել, ապա ռաբիզը գտներ իր տեղը եւ բոլորովին կարիք չէ լինի ամբողջ մամուլը եւ հեռուստատեսությունը լցնել այդ աղաղակող, վիրավորող, նույնիսկ քննադատություններով, թե իբր ռաբիզը ուտում է մեր մշակույթը, դա բոլորովին էլ այդպես չէ, դա մեր վատ կազմակերպվածության արդյունք է ընդամենը, եւ ռաբիզը անշուշտ պետք է գտնի իր տեղը, դա մեր մշակույթի կարևոր մի էլեմենտն է։ Շնորհակալություն։